Սիրելի կանայք եւ աղջիկներ, այնքան շատ էին հարցերը դեմքի խնամքի միջոցների, ակտիվների հետ կապված, որ ես խոստացել էի փոքր տեսանյութ նկարել, թե ինչ խնամքի միջոցներ եմ ես օգտագործում, ցուցադրել են ակտիվները, խնամքի միջոցները, շիճուկները, դեմքի խնամքի այլ պարագաներ, որոնք ես օգտագործում եմ եւ փորձել հատ-հատ բացատրել դրանց նշանակությունը։ Նախապես մի բան ասեմ, խոսքը վերաբերում է բացառապես առողջ մաշկին, խոսքը վերաբերում է բացառապես առողջ մաշկի խնամքին, այսինքն նրանք, ովքեր ունեն ակնեներ, ռոզացիաներ եւ մաշկային այլ խնդիրներ, խնդրում եմ այս խնամքի միջոցներին չհետևել, որովհետեւ այստեղ կան բավականաչափ ուժեղ ակտիվներ, ռետինոլներ, սպիկուլաներ եւ այլն, որոնք կարող են գրգռել առանց այդ էլ բորբոքված մաշկը։ Մենք խոսում ենք բացառապես խաղաղ, հարթ, առանց բորբոքումների, առանց ռոզացիաների եւ ակնեների մաշկերի մասին։ Եվ ահա այն միջոցները, որ ես օգտագործում եմ։ Եվ այսպես բացառապես այն միջոցները, որը ես եմ օգտագործում եւ պիտի ասեմ, որ ես դրանց արդյունավետությունը ոչ միայն տեսել եմ, այլև գնահատում եմ ֆանտաստիկ, բնականաբար։ Ուրեմն սկսում ենք դեմքը լվանալուց, ես տարբեր միջոցներ եմ փորձել, բայց ֆրանսիական այս ուրեմն գելից դեմքը լվանալուց, որի մեջ նաև մեղրի բաղադրիչներ կան, չեմ կարողացել գտնել։ Միգուցե դուք ունեք, այսինքն կարող եք այն, որը ձեզ օգտավետ է, որը ձեր մաշկի վրա դրական է լինում, չի չորացնում եւ չի այսպես քերում, հա, այդ սկրաբային բաներ չունի, դա օգտագործել։ Բնականաբար լվացվելուց հետո առավոտյան պարտադիր տոներ, անմիջապես լվացվելուց հետո արդեն ավարտում եմ, տեսեք, Սելիմաքսի նոնիով տոներն է, նոնի բույսով ինքը մաշկի pH բարիերը վերականգնում է, մի օր նոնին եմ անում, մի օր էլի Skin 1004-ի ցենտելայով տոները, որը ֆանտաստիկ է եւ անմիջապես տոներից հետո մի քանի րոպե հետո թողնում եմ այդպես տոները ինքը մաշկը հանգստացնի, մաշկը վերականգնի, որից հետո ահա ուրեմն մեր այսպես շքեղությունները, սա Viti Cosmetics-ի ուրեմն սպիկուլաներով, միկրոասեղներով շիճուկներն են, միկրոասեղները դրանք բացառապես բնական են, ես բազմաթիվ, ես չգիտեմ, ասենք անթիվ անհամար քանակությամբ սա շատ բարձր ուրեմն քանակի է 700, հա, բավականաչափ ուժեղ է, ուրեմն ընտրում ենք առավոտյան ավելի թույլը, այնտեղ 50-100-ը ինձ բացարձակ այլևս եմ որ ասում ոչինչ չի ասում, ես օգտագործում եմ առավոտյան 300-ը, հա, մի փոքր դեմքին, ինքը դա ծակծկում է, այսինքն այս միկրոասեղները, որոնք ստանում են ծովային սպունգի միկրոէլեմենտներից, բացում են ամբողջ այդպես արյան շրջանառությունը ակտիվացնում են, որից հետո այն շիճուկները, որ դուք պիտի օգտագործեք, շատ ավելի արդյունավետ են մտնում մաշկի մեջ։ Սա ֆանտաստիկա է, սա ուրեմն դրակոնի, հա, հրեշածառ, հա, ձերևը դրակոն այդպես է գրված, դրա ուրեմն խեժից այնքան բարդ բաղադրություն ունի, դրա համար գրել եմ ուրեմն սպիկուլաներ, ցենտելա, հիալուրոնիկ տարբեր տեսակի, պրոպոլիս, արբուտին, ամինաթթուներ, ինչ ասես, այս սպիկուլաների մեջ կա, սա ուրեմն էլի ֆանտաստիկ սպիկուլա է PDRN-ով, մենք գիտենք, որ PDRN-ը դա երկու ծագում ունի, բուսական եւ կենդանական, կենդանականը դա սաղմոնի DNK-ից են ստանում, բուսականը ժենշենից, հավատացնում եմ, երկուսն էլ ֆանտաստիկ արդյունավետ են, էլի սպիկուլաներ են, տասնյակ ամինաթթուներով, ցենտելայով եւ բավականաչափ ակտիվ նյութերով, սա էլի ֆանտաստիկա է, սև տրուֆելով, ուրեմն այդ սպիկուլաներն են, ասածս հետեւյալն է, իսկ ու մաշկը արդեն վարժվել է, օրինակ ինչպես իմը, ես ամեն օր սա չի կարելի օգտագործել, տեսեք, այստեղ 700 է գրած, այսինքն 700 ամենախիտ 1000-ն էլ կա, որը ես չեմ օգտագործում, այդպես միկրո էլեմենտներն են, սպիկուլաներն են, որոնք իսկապես անպատրաստ մաշկին կարող են ուղղակիորեն բորբոքումներ տալ,
Եվ այսպես սպիկուլաներից հետո ես թողնում եմ իմ մաշկը մի 10-15 րոպե հանգստանա, խնդրում եմ այնտեղ սառնարանում հետևում են անուայի վիտամին C-ն կար։ Ամենակարևորը ես դա վերջի պահին եմ հանում, որովհետև միշտ իրեն պահում եմ սառնարանում, օքսիդանալու հատկություն ունի վիտամին C-ն, հենց բացում ես եւ այսպես։ Սպիկուլաներից հետո ուրեմն մի օր առավոտյան ուրեմն Medicube ուրեմն բրենդի բոլոր ոչ վերևը տուփով անուա է գրած 20 վիտամին C Medicube-ի ուրեմն սա ուրեմն ՏԽԱ է վրան գրած եւ 15% այս ՏԽԱ-ն բարդ բառա գրել են որ չմոռանամ Տրանեքսամաթթուն է, այո, տրանեքսամաթթուն է, շատ օգտակար է եւ 10% նիացինամիդով է, նիացինամիդը ուրեմն գիտեք իր օգտակար հատկությունները, ովքեր ունեն պոստակներներ, մաշկի այդ պորաներ, ծակոտկեններ, նիացինամիդը հատկապես ցինկի հետ, ես այստեղ պետք է ունենամ, ահա, ուրեմն The Ordinary կանադական ուրեմն բրենդի սա իրանց բեսթսելերն է, նիացինամիդ 10%, նիացինամիդը ցինկի հետ, մաշկի գույնը բացում է, պիգմենտները բացում է, իսկ ովքեր ունեն պոստակներներ եւ այլ անհարթություններ, հա, ծակոտկեններ, տևական ժամանակ օգտագործելուց հետո ֆանտաստիկ է։ Մի օր օգտագործում ենք սա, այս ուրեմն տրանեքսամաթթուն եւ նիացինամիդի հետ ֆանտաստիկա է, շատ ուրեմն պիգմենտներն է հանում, մաշկի որակն է, այն skin glow որ ասում են այդ փայլն է տալիս, մի օր առավոտյան դա եմ անում, մեկ օր առավոտյան ուրեմն սա անուայի ուրեմն էլի կորեական բրենդ է, վիտամին C-ն է, 20% մաքուր ասկորբինաթթու կա եւ ինչի եմ սառնարանում պահում, հիմա էլ պիտի խնդրեմ որ երեխան տանի սառնարան, որովհետեւ ընդհանրապես երբ որ վիտամին C-ն բացում ես, հատկապես այս կարգի շատ ուժեղ կոնցենտրացիաներինը իրանք շատ արագ օքսիդանում են։ Մի օր առավոտյան անում եմ սա, այս շիճուկը, իսկ մի օր առավոտյան այս Medicube-ի լեգենդար PDRN-ով ուրեմն շիճուկը, PDRN-ը ասացի, այստեղ կենթանական ծագման է, սաղմոնի ուրեմն DNK-ից են, որից հետո, հա, ուրեմն անպայման այս ամենը ծածկում եմ, նայեք արդեն ամբողջապես քամել եմ ես, այս դոկտոր Ալտեայի ֆանտաստիկ 345 ուրեմն կրեմն է, բարիեր կրեմն է, 3 ակտիվ տարբեր ցենտելաներ ունի, 4 տարբեր հիարուլոնովի կիսլատայի բաղադրություններ ունի եւ 5 տարատեսակ կերամիդներ ունի, բայց ես սա ավարտում եմ, բայց ես մշտապես ունեմ մի քանի հատ, հա, այսպես պահուստային, որովհետեւ առանց սրա ես չեմ կարող, առավոտյան ուրեմն այդ ամեն ինչից հետո սա ծածկում եմ, բնականաբար մի օր սրանով, մի օր էլի կորեական սա բրնձի, էլի շատ թեթև, շատ այսպես այդ ծանր կրեմներ ես չեմ կարողանում օգտագործել, սա ուրեմն աչքերի համար, այս հայտնի գիտեք, էլի VT Cosmetics-ի, չգիտեմ իր ձայնը հիմա կլսեք թե չէ, հա, երբ որ այսպես ինքը էլի ֆանտաստիկ բաղադրություն ունի եւ նաեւ լիմֆոդրենաժ է անում, այս մանր դրդրոց է գալիս, ուրեմն սա աչքերին, այս պահին ես սա եմ օգտագործում, չնայած այս ուրեմն եւս Այս էլի կորեական, ես բոլորի հղումները կդնեմ էջում, սա եւս շատ հետաքրքիր է, բայց սա բեսթսելեր է, իդեպ նոր պրոդուկտներից է, VT Cosmetics-ի, դրանից հետո գնում եմ իմ հարցազրույցներին, բնականաբար անում եմ ցերեկայի մակիաժը, հիմա կարճ երեկոյան նորից սկսում եմ, հա, էլի դեմքս լվանալով, բայց երեկոյան արդեն անում եմ տոները կաթնային հիմքի վրա, ուրեմն Տորիդենի սա ֆանտաստիկ կատնային տոներ է, բայց այն ինչի համար ես ուղակի խելագարվում եմ, սա Սելիմաքսի, ուրեմն չգիտեմ ինչի համար հեռախոսը տատանվում, երևի ես եմ, հա, Սելիմաքսի կատնային տոներն է, տեսնում եք ավարտվում է, բայց մի քանի հատ ես ունեմ, կատնային տոներից հետո արդեն ուրեմն էլի երեկոյան հիմնականում ես 700 միկրոասեղներն եմ անում, կամ ուրեմն սա եմ անում PDRN-ով
րոպեով էլի Viti Cosmetics-ի, որից հետո անպայման մի օր անում եմ ուրեմն սա էլի միկրոասեղ սպիկուլաներով է էլի Viti Cosmetics-ից է ինքը lifting effect է տալիս եւ բնականաբար երեկոյան իհարկե ռետինոլ դա պարտադիր է այս պահին ես էլի օգտագործում եմ Anua ֆիրմայի ռետինոլը սա նիացինամիդի հետ է եւ օգտագործում եմ էլի Viti Cosmetics-ից ռետինալի բաղադրությամբ էլի շիճուկ է, որը դե ռետինոլի օգտակարության մասին ես չէ որ պիտի ասեմ, բայց ռետինոլի հետ պետք է լինել շատ զգուշ, արևի տակ դուրս չգալ եւ ուղղակիորեն անընդհատ եթե անգամ երեկոյան պետք է դուրս գաք SPF, ես շատ անկեղծ ասեմ առանձնապես SPF չեմ սիրում, որտեվ ինքը այդպես լցնում է ծակոտկենները, բայց ստիպված հատկապես ամռան ամիսներին օգտագործում եմ, ուրեմն այստեղ խնդրում, ուրեմն շատերը ինձ հարցնում են աչքերի այտուցների հետ կապված, ես ինքս ունեցել եմ, այդ գրիժաներ, որոնք հասկանալի է, որ ոչ մի կոսմետիկ միջոցով հնարավոր չէր հեռացնել եւ դա 18 թվականին հեռացվել է վիրահատական միջամտությամբ, երբ որ ես ասում եմ դեմ եմ վիրահատության, ես պլաստիկային եմ դեմ, իսկ դա ոչնչով, բայց ուրեմն The Ordinary-ն ունի ուրեմն 5% կոֆեինով շիճուկ, որը շատ էֆեկտիվ պայքարում է այդ առավոտյան երբեմն երբ որ մեր լիմֆան լավ չի աշխատում լինում է այտուցներ աչքերի տակի այտուցների դեմ չեմ ուզում շատ երկար լինի նյութը ուրեմն սա էլի Selimax-ի ֆանտաստիկ շարքից է նոնիով ուրեմն շիճուկն է սա ես երբ որ շատ եմ ուրեմն ակտիվներ օգտագործում ռետինոլը շատ եմ անում շաբաթվա մեջ մի օր ես անում եմ այս երեկոյան ռետինոլի փոխարեն անում եմ ուրեմն Selimax-ի այս նոնիով շիճուկը որի մեջ ուրեմն կա պանտենոլ կա նոնի եւ կա կոլագեն, ընդհանրապես կոլագեն, որ ասեցի, սա զուտ սրա մեջ կա դրա համար եմ օգտագործում, առանցին կոլագենի շիճուկներ կամ կրեմներ օգտագործել իմաստ չունի, որտեղ կոլագենի մոլեկուլը սարսափելի մեծ է եւ այն պարզապես ձեզ թվում է, թե արտաքին ինչ-որ փափկություն է տալիս, ինքը ներս մաշկի շերտ չի գնում ուզում եմ կարճ խոսել, որովհետև դա հնարավոր չի երկար շատ տեսանյութը ներբեռնել եւ կարծում եմ հետաքրքիր չի լինի, ահա այն ինչ որ ես օգտագործում եմ սիրելի աղջիկներ եւ սիրելի կանայք, արդյունքը ես տեսել եմ, արդյունավետ է, այս տեսանյութի ուրեմն հղման տակ ես կտեղադրեմ նաեւ, այս տեսանյութի տակ կտեղադրեմ նաեւ հղումները այն ուրեմն կայքերի, որտեղից ես ձեռք եմ բերում, այս ամենը իհարկե անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ հիմնականում բերում եմ Եվրոպայից, որտեղ հատկապես վերջերս Փարիզում, Ամստերդամ, եվրոպական մայրաքաղաքների դեղատներում շատ այսպես մեծ ներկայացված է կորեական խնամքի միջոցները, ես տեսել եմ կորեական խնամքի միջոցների արդյունավետությունը, ուստի ես կիսվեցի նրանով, ինչ որ օգտագործել եմ այս վերջի առնվազն 3 տարում եւ դրա արդյունավետությունը տեսել եմ, բայց նորից ասում եմ, այստեղ կան շատ ուժեղ ակտիվներ, հատկապես ուրեմն ռետինոլով եւ այդ սպիկուլաներով, միկրոասեղներով, որոնք նաեւ նիացինամիդը, նաեւ ռետինոլը, որոնք անպաշտպան կամ բորբոքված կամ ակնեով մաշկին ուղակի օգտագործել չի կարելի։ Կարծում եմ ինչ որ մեկին կամ ինչ որ կանանց աղջիկների շատ մեծ հատվածի այս ամենը կլինի օգտակար։ Նյութի տակ կդնեմ հղումները, ես ինքս որտեղից եմ ձեռք բերում, աշխատեք խուսափել Valberis Ozone այդ շարքային marketplace-երից չգնեք այսպիսի, իմ խորհուրդը դեմքի խնամքի հետ կապված որևէ բան, որտեղ այնտեղ կարծում եմ մեծ իմասամբ fake են, ուղղակի դուք կվնասեք ձեր մաշկը։